իմ խորին համոզմամբ ամեն ինչի հիմքը ճանաչողությունն է։ Հնարավոր չի, ասենք, սիրել ինքը քեզ, հայրենիքը, ուրիշ մարդկանց կյանքը, ցանկացած առարկա, կենդանի հնարավոր, եթե դու չես ճանաչում քո սիրող առարկան, հա։ Ով տանը կենդանի է պահում կամ բույսեր է խնամում, պարզա որ մի քիչ գոնե ուսումնասիրում է, չէ՞։ Ինչ ռեժիմով կերակրել, ինչ անել, այսինքն ճանաչողությունը ամեն ինչի հիմքն է։ Տեսեք, 20-րդ դարի շատ մեծ հոգեբույժ հոգեբաններից մեկը Ասաջոլի է անունով, նա մի ամբողջ դպրոց հիմնեց, ուղղություն հիմնեց հոգեթերապիայում, ինչ էր ասում Ռոբերտո Ասաջոլին, չճանաչելով եւ չհասկանալով իրեն, մարդը իրեն չի կառավարում, շարունակ պտտվելով սեփական թերությունների ու սխալների շրջանակում։ Հա թե ինչու այդքան շատ թվով մարդկանց կյանքը չի ստացվել, կամ բոլոր դեպքերում մթագնված ա եղել մարմնի եւ հոգու հիվանդություններով։ Սպինոզան, հայտնի փիլիսոփը, ասում էր լաց չլինել, չծիծաղել, այլ հասկանալ։ Հա, հասկանալը ամեն ինչից վեր է, բայց հասկանալու համար նախ ճանաչես այն, ինչ ուզում ես հասկանալ, լինի դա քո եսը, կյանքը, ուրիշ մարդիկ եւ այլը եւ այլը։ Դուք երբևէ մտածել եք Մաշտոցը, երբ որ առաջին նախադասությունը գրում էր, ինչու հենց այդ նախադասությունը գրվեց։ Կարծում եմ վստահ ենք բոլորս էլ, որ նա հենց այնպես առաջին իսկ միտքը եկած նախադասությունը չի գրել։ Նրա հանճարի մեծությունը ոչ միայն այբուբենն էր, այլ ինչ ուղեր ցղեց նա դրանով աշխարհին։ Նա շատ լավ հասկանում էր, որ այդ նախադասությունը տարածվելու է, որ այդ նախադասությունը շատ երկար դարերի խորքը ուղղված ուղերձ է լինելու, եթե կուզեք ծրագիր է լինելու, հա, ուղենիշ է լինելու, հետևաբար ինքը պիտի գրեր երևի թե ամենակարևորի մասին։ Նա չգրեց հայրենիքի մասին, սիրո, Աստծո նկատմամբ հավատի կամ ինչ գրեց, ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ հանճարների գործը։ Նայեք ինչ բարձր ուղենիշ է։ Հանճարների ինչն է զբաղեցնում, ինչ են նրանք անում։ Չէ՞ որ ամենակարևոր բաները հանճարներն են մատուցում։ Ահա ուրեմն սա մի հանճարեղ ուղերձ է։